Հիմնական դերակատարները եւ ոչ միայն այժմ պատրաստվում են ընտրական process-ներին։ Այդքան էլ կարևոր չի այժմ, դա հերթական թե արտահերթ կլինի, քանզի ժամանակը քիչ է մնացել։ Եվ բնականաբար ձեր աջակիցներն ու համակիրները ինձ չեն ների, եթե ես ձեզ չհարցնեմ, արդյոք դուք մտածել եք մասնակցության մասին։ Ձեր շուտ է այդ մասին խոսելը, որտեղ այլ ժամանակ կա եւ շատ բան կարող է փոխվել, բայց եթե մասնակցելու եմ մի ծրագրով, որը կոչվել առաջարկ Հայաստանի։ Այսօր ժողովուրդը արդեն հոգնել է, հիասթափվել է։ Ես շատ մարդկանց հետ օրը հանդիպում եմ աշխատող, ծառայող, բժիշկ, իրավաբան, դասախոս, ուսուցիչ, բոլորի հետ զրուցում եմ եւ բոլորին մտահոգում եմ, մարդիկ հոգնել են։ Այդ հին ու նոր կռիվներից հոգնել են։ Մարդիկ մտահոգ են իրենց երկրի համար, այս խեղճության համար, պարտության համար, որ մարդիկ մտահոգ են իրենց երկրի անվտանգության, երեխաների ապագայի համար, որ մարդիկ ուզում են լիարժեք լավ ապրեն, որ կա խնդիր, կա պրոբլեմ, ցանկացած ոլորտ նայելով, որ կարելի է շտկումներ անել, ուղղություններ տալ, հնարավորություն տալ, մարդը լավ աշխատի, շատ աշխատի, որ շատ փող վաստակի, շատ լավ ապրի։ Հնարավորությունը պետք է լինի, առանց հնարավորություն մենք չենք կարող պահանջել։ Բոլորի խնդիրը մեկն է, որ ծրագրում գրած լինի, այս ինչ ոլորտ, ինչ խնդիր ունի, ինչ պրոբլեմ ունի, ինչ պետք է ուղղվի, ինչ հնարավորություն տրվի եւ լիարժեք ամեն ինչ այո անելով ինքը այդ պրոբլեմը տեսնում է, որ դա մենք գիտենք եւ մենք իրեն հնարավորություն ենք տալի, որ ինքը աշխատի, կարողանա զարգացնի, հզորացնի։ Դրա համար ծրագիրը պետք է կազմի, ոչ թե ով ինչ ուզեց կազմեց դրեց, այլ հարկավոր է ճիշտ մարդ, ճիշտ մասնագետ, փորձ ունեցող, պրակտիկա ունեցող մարդ, որը լիարժեք կարող է դա կազմել, ներկայացնել։ Կարմիր դիպլոմով լինի, Հարվարդ ավարտած լինի, եթե պրակտիկորեն նա չգիտի, տվյալ մեր երկրում, մեր ոլորտում մարդկանց տեսակետը, մոտեցումը, աշխատանքը, խնդիրն ու պրոբլեմը, դա լուծում չի կարող։ Մարդը այդ կյանքում պետք է ապրած լինի, այդ ոլորտում տեսած լինի, խնդիրն ու պրոբլեմը հասկանա։ Դրա համար պետք է այդ ոլորտի հիմնական տնտեսագետներին, մասնագետներին հրավիրվի, խոսեն, քննարկեն, ասեն, հանրությանը տվյալ ոլորտի մարդկանց հետ լսեն, քննարկեն, նոր օրենք ընդունեն։ Շուտով հանդիպել եմ տվյալ մարդկանց հետ, այդ ոլորտի, ասենք թե գիտակից մարդկանց, պատասխանատու մարդկանց, սրտացավ մարդկանց, հայրենասեր մարդկանց հետ, որ լիարժեք նրանք կարողանան, ասենք թե այդ հարցին մասնակցեն, իրենց արդյունքը, իրենց նպատակը իրականություն դարձնեն մեր երկրի, մեր ժողովրդի համար, որ մենք այդ խեղճությունը նորից եմ ասում, սա ժամանակավոր բնույթ է կրում։ Մենք իրավունք չունենք խեղճանալու։